Առավոտյան տեղեկություն տարածվեց եւ հրապարակված կադրերում տեսանք, որ իրավապահները բռնի ուժով բիրտուշ կիրառելով, այսպես ձեռքերը ոլորած, գլուխները կաղ, Նարեկ Սամսոնյանին եւ Ազգեն Սաղաթելյանին բերման ենթարկեցին եւ հիմա կալանավորման միջնորդություններն է քննում երկու տարբեր դատարաններում։ Սա ինչպես է մեկնաբանում, արդյոք պատճառը այդ հրապարակումներն էր Ալեն Սիմոնյանի հաղորդման վրա, թե նաեւ այլ գործոններ են նպաստել, մասնավորապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը։ Ամբողջ երկրով մեկ հանցագործները զվռնում են, իսկ մարդիկ, ովքեր ունեն դիրքորոշում, ովքեր ունեն կոնկրետ կարծիք ու չեն վախենում իշխանության ճնշումներից, այդ մարդկանց նկատմամբ հատուկ մասկի շոուներով է այս պրոցեսները տարվում։ Այն կադրերը, որոնք տեսանելի էր, երրորդ, չորրորդ երկրի համար կարող էր տպավորություն ստեղծել, թե վտանգավոր հանցագործների են վնասած դարձում այն դեպքում, երբ որ ամեն օր տարբեր տեսախցիկներով կանգառներում, մարդաշատ վայրերում հանցագործներ են մարդկանց դանակահարում, մարդկանց վրա են կրակում, սեյրական մարդասպանությամբ են զբաղված 3-4 մարդ են սպանում, բայց որևէ դեպքում այդպես էլ չենք տեսնում, թե այդ մարդկանց ինչպես են ձերբակալում, ինչպես են բերման ենթարկում եւ այլն։ Այսինքն ունենք երկու իրականություն, իրականությունը այն է, որ իրավապահ մարմինները, որոնք ունեն գործառույթներ եւ օրենքով սահմանված պարտականություններ պատշաճ ձևով չեն իրականացնում եւ մեր երկրի ներքին անվտանգությունը բոլոր առումներով վտանգված է։ Մյուս կողմից ունենք ակտիվ գործիչներ, քաղաքական, հասարակական, մեդիայի ներկայացուցիչներ, ունենք պարզապես քաղաքացիներ, որոնք սոցիալական մեդիայում ակտիվություն են դրսևորում, բայց իշխանության համար որևէ ձևով այդ մարդկանց վարքը եւ այդ մարդկանց մոտեցումները բնականաբար շահագրգռություն չեն առաջացնում եւ այս պայմաններում իշխանությունը թիրախավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կարծիքից, դիրքորոշումից տարբերվող մոտեցում են ներկայացնում։ Հիմա գիտեք, մենակ այդ հանգամանքը չէ, երբ որ մասկաներով հատուկ տեսանել էր, որ նկարահանում են նաեւ որովհետև պարզ է, չէ, որ կոնկրետ մարդու են դա ուղարկում, որպեսզի այդ մարդու հոգեվիճակը որոշակիորեն խաղաղվի եւ այլն, չնայած նրա գործած մեղքերի պարագայում դժվար թե դա նրան հաջողվի։ Ակնարկում, պարոն Աբրահամյանին, հիմա ակնարկելը որպես կանոն խոսում ենք, սա արդեն բան է դարձել մեր համար։ Մենք ինչ որ խոսում ենք, նույնիսկ եթե հարցադրման մեջ կան այլ իշխանական գործիչներ, մեկ է գլխին կանգնածը դա Նիկոլ Փաշինյանն է եւ այդ մարդիկ կատարում են Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները։ Կլինի քվական ֆրակցիան, կլինի դատարանական համակարգը, տարբեր գործեր շինող, դակող քննիչներ, դատախազներ կամ դատավորներ եւ այլն, բայց ամենայն դեպս գլխին դա Նիկոլ Փաշինյանն է։ Երկրորդ կարևոր հանգամանքը դա այն էր, որ փաստաբաններին հնարավորություն չէր տրվում իրենց պաշտպանյանների կողքին լինել եւ խոզարկությունները եւ process-ը ի սկզբանե կարողանալ իրավական մասով ապահովել եւ նաեւ եթե ուշադրություն եք դարձրել ինչ տեղի ունեցավ հետո նաեւ խոզարկության ենթարկվեց այն գրասենյակը, որտեղ տեխնիկան էր podcast-ի իրականացման եւ բնականաբար գործի այդ չառնչվող ողջ տեխնիկան հավաքվել է, ինչը հստակ ցույց է տալիս, որ նաև ըստ էության եթերի, ուղիղ եթերի, նաև լրագրողական գործունեության ծավալման առումով իշխանությունը լուրջ խոչընդոտ է ստեղծել, ինչը նաև Հայաստանում քրեորեն պատժելի, ոչ միայն Հայաստանում քրեորեն պատժելի արարք է։ Ցավոք եմ նաև արձանագրում, որ ոչ միայն Վազգենի եւ Նարեկի նկատմամբ սա առաջին դեպքը չի, գիտեք, որ սրանց առաջ նաեւ 2 ամսով կալանավորվել են հետագայում այդ գործը, ինչպես եւ կանխատեսելի էր նաեւ արդարացման վճիռ է ունեցել, բայց մեր երկրում մեծ թվով մարդկանց նկատմամբ տարբեր գործերով դատական process-ներ են ընթանում, այսօր անհաշվելի է դառնում, թեև հիմա դաշտում խոսում է 3-4 տասնյակ քաղբանտարկյալի մասին, բայց չպետք է մոռանանք մարդկանց, որոնց 1, 2 կամ 3 տարի առաջ են հետապնդել, քրեական գործերը շարունակում են կախված լինել նրանց գլխից եւ թեև նրանք անազատության մեջ չեն այս պահին,
բայց նրանց նկատմամբ այդ հետապնդումները դեռևս շարունակվում է։ Սա աննախադեպ իրավիճակ է ըստ էության մեր երկրում ստեղծված եւ ազատ խոսքը, ժողովրդավարություն, Աստվածը այս իշխանության համար այլևս գոյություն չունեն։ Պարոն Աբրամյան, դուք նշում եք, որ ժողովրդավար չեն, իրենք էլ հակառակն են ասում, ժողովրդավարության բաստիոն են իրենց հռչակել եւ այս դեպքում մենք տեսնում ենք, որ ցանկացած խոսքը, որը որ ընդդիմախոս է իրենց, ձերբակալություններ, այնուհետև կալանավորումներ են հաջորդում։ Ինչ է սրանով իշխանությունը ուզում ասել մասնավորապես այս դեպքով։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը մի օր հայտարարում է, որ կառավարությունն է ինքը մի օր ցույց է տալիս, որ ինքը հոգևոր առաջնորդ է, այսինքն ինքը իր համար դերեր է մտածում եւ այդ դերը ներկայացնում են չնշանակում, որ փաստական առումով նա այդ դերը իրականում օրենքով նախատեսված ձևով ստանձնել է։ Մյուս կողմից ինչ է իրավիճակը, կարծում շատ պարզ է մեր քաղաքացիների համար, եթե սա 20, 21 կամ 22 թվականին դեռևս մարդկանց մի մասի մոտ կարար կասկած հարուցել, բայց հիմա բոլորի համար հստակ է իշխանությունը շարժում է բռնատիրության համահունչ գործիքներով, որտեղ իշխանության պատժիժ մեքենան ունի առաջնային կամ կենտրոնական դեր, թիրախում են հայտնում բոլոր այն մարդիկ, որոնց արտահայտած խոսքը որևէ ձևի չի բավարարում այս իշխանությանը, եւ նաեւ այդ մարդկանցով ուղերձներ է հղվում հասարակության տարբեր շերտերին առայն, որ նրանց ցանկացած խոսք, ցանկացած քննադատական խոսք, իրենց տեսակետից տարբերվող մոտեցում կարող է դառնալ խիստ պատժելի։ Դա կարող է լինել բռնության ձևով արտահայտվի, դա կարող է արտահայտվի ճաղերի հետևում հայտնվելու ձևով եւ այլն։ Համենայն դեպս իշխանությունը մի կողմից կոնկրետ գնում է պատժիչ մեքենայի իրացման ճանապարհով, մյուս կողմից ահաբեկում է սեփական հասարակության առայն, որ ցանկացած պահի ցանկացած հետ կարող է նույնը տեղի ունենալ։ Եվ ընդհանուր առմամբ ինչ սպասելիքներ կա դատարանից, արդարադատության համակարգից, ինչ որոշում կկայացնեն, թե այսպես կշարունակեն իշխանության այս որդեգրած ճյուղին համապատասխան որոշումներ ընդունել։ Գիտեք, ձեր հարցադրումը հետևյալ համեմատականության մեջ կարող եմ դիտարկել, սպասելիք ունենալ Փաշինյանական արտադատությունից դա նույնն է, ինչ սպասելիք ունենալ Ադրբեջանում տեղ ունեցող process-ից հայերի նկատմամբ իրականացվող, այս զուգահեռը տարբեր փուլերում անընդհատ արվում է, երկուսի դեպքում էլ հայեր են, երկուսի դեպքում էլ հետապնդումներ են, երկուսի դեպքում էլ չկա իրավաբանություն, երկուսի դեպքում էլ չկա արտահայտություն, բնականաբար այս պայմաններում որևէ բան ակնկալելը անշնորհակալ գործ է։